Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու եւ մեր մեջ սրբությունը կատարելագործելու, մեր մեջ եղած սովը բավարարելու, Աստծո խոսքն ու աղոթքը, մեր շնչառությունն ու կերակուրն է։ Էդի չկա, մեռնում է այդ եկեղեցին։ Էդի շատանում է, ապրում է, ծաղկում է, բարգավաճում է եկեղեցին։ Ամեն։ Որտեղ առանց Աստծո խոսքի եւ առանց աղոթքի մտնելու, թող մարդը ուժ չունենա, որ կարա այսօրվա տկարությունից վաղը ավելի զորավոր քայլի ու տկարությունից ազատագրվի, չի կարա։ Իսկ եթե սնունդը շատանում է, շնչառությունը ավելի է շատանում, այ հույս կա, որ նա հնարավոր է վաղ այդ տկարությունը էլ չունենա։ Ուրեմն այսօրվա սերտողության թեման է Եսայա 18-րդ գլխից սկսած։ Ուրեմն սա վերաբերում է ամբողջությամբ եթովպացիների երկիրը փառավորում է Աստծուն, բայց նաև կա դրվագ մեծնեղությունից եւ եթովպացիների վարքագծից։ Ամեն ամբողջը վերաբերվում է եթովպացիներին։ Ամեն ուրիշ խորհուրդ ման չկա։ Եթովպացիների երկիրը փառավորում է Աստծուն 18-րդ գլուխ։ Ով թևավոր շարաչողների երկիր, որ Եթովպիայի գետի այն կողմին է, ամեն հաստատում է, կարակ ձեր մոտ գծեք, որ դեսպաններ է ուղարկում ծովով պրտուեղեն նավակներում ջրի երեսին։ Գնացեք, ով արագանթած դեսպաններ, այն ազգի մոտ, որ երկայնահասակ եւ կոկված է, աչքերը այսպես կկոծած են, էլի գիտեք այդ բաները, ուզբեկները ոնց են, այդ ժողովուրդն է, ուզբեկները, Կազախստանում բնակվողները, էդի նկատի ունի, որ կկոծած աչքեր ունեն։ Գնացեք, ով արագընթաց դեսպաններ այն ազգի մոտ, որ երկայնահասակ եւ կոկված է, սկզբից մինչև հիմա ահեղ ժողովրդի մոտ, մի ազգ, որ տալիս է հրաման ուրաման եւ ոտնակոխում, որի երկիրը գետերը բաժին են անում, ով աշխարի բոլոր բնակիչներ, երկրի բնակողներ, երբ որ դրոշակը բարձրանա սարերի վրա, նայեցեք եւ երբ որ փող հնչվի, ականջ դրեք, որովհետև Տերը ինձ, էսի Եսայան նկատի ունի, որտև Տերը ինձ այսպես է ասել. ես հանգիստ եմ լինելու եւ նայելու եմ իմ բնակարանիցը, ստե բնակարանումը փոխեք բնակարանիցը, տպագրական թերությունը։ Ես հանգիստ եմ լինելու եւ նայելու եմ իմ բնակարանիցը, ինչպես պայծառ տաքությունը արևի ժամանակին եւ ցողաբեր ամպը հունցքի տաքում։ Ուրեմն 5-րդ խոսքից կարակ գծանշանեք մինչև 6-ի վերջը, 5-րդ խոսքից 6-ի վերջը, խոսում եմ մեծ նեղության մեջ կատարվելիք բաների մասին մարգարեությունը, որովհետև հունցքից առաջ ընձյուղը մեծանալիս եւ աճելով ազով կդառնա խաղողի ծաղիկը, կփոխվի էլի։ Այն ժամանակ ճյուղերը կտրելու է հոտոցով, մանգաղը նկատի ունի, եւ ուռերը հեռացնելու եւ կոտրատելու է։ Նրանք մեկտեղ պիտի թողվին սարերի գիշատիչ թռչուններին։ Էսի մեկ կատարվել է, բայց մեծ նեղության մեջ ավելի մեծամասամբ կատարվում, բայց էսի որ ուշադիր լինենք, հենց մեծ նեղության խորհուրդն ունի։ Նրանք մեկտեղ պիտի թողնվին սարերի գիշատիչ թռչուններին եւ երկրի գազաններին։ Հայտնություն 19 գնացեք ընթերցեք։ Նորից եմ կարդում, նրանք մեկտեղ պիտի թողվին սարերի գիշատիչ թռչուններին եւ երկրի գազաններին։ Եվ գիշատիչ թռչունները ամառը նրանց վրա կանցնեն աստե, բայց ուղեք ձեր մոտ, կանցկացնեն։ Նորից կարդամ, եւ գիշատիչ թռչունները ամառը նրանց վրա կանցկացնեն, եւ երկրի բոլոր գազանները նրա վրա կձմեռեն։ Հայտնության 19-ում է գրված, որ երկրի գազանները ու երկնքի թռչունները նրանց մարմիններից կշտացան։ Ուրեմն 5-ի
սկզբից մինչև 6-ի վերջը խոսում է մեզ նեղություն։ 7-ից մինչև վերջ խոսում է, որ Եթովպյան զղջալու է մեզ նեղության մեջ ու ապաշխարելու է եւ որոշ մաս մտնելու է Նազարամյա թագավորություն։ 7-րդ խոսք. այն ժամանակ ընծայեմ բերելու զորած տիրոջը երկայնասակ եւ կոկված ազգիցը եւ սկզբից մինչև հիմա ահեղ ժողովրդիցը հրաման ու հրաման տվող ու ոտնակող անող ազգիցը, որ 10-րդ ողորմությունը բերելու են սուրբերին Երուսաղեմ, որի երկիրը բաժին են անում ետերը, զորած Տերոջ անվան տեղը Սիոն սարը։ Սա միայն հազարամյակում պիտի լինի, ուրեմն ինչ է նշանակում, որ Եթովպյան ապաշխարելու է եւ իրանցից մի մասը մտնելու են հազարամյա թագավորություն։ Ամեն ու աճեն բազմանան, որ վերջում Գոգի Մագոգի համար ժողովուրդ դառնան։ Ամեն։ Այսքանով ավարտեցինք Եսայա 18-րդ գլխի սերտողությունը։ Ամեն։ 19-րդ գլուխ Եգիպտոսի դեմ մարգարեություն, Եգիպտոսի կործանման մասին է խոսում։ Եվ այստեղ գրեք Եգիպտոսը ասորիների եւ Իսրայելի հետ միասին Աստծոյն է պաշտելու։ Եգիպտոսը չկա, բայց ավելացրեք։ Նորից կարդամ վերնագիրը։ Եգիպտոսի դեմ մարգարեություն, Եգիպտոսը ասորիների եւ Իսրայելի հետ միասին Աստծոյն է պաշտելու։ Դա արդեն հազարամյա թագավորություն։ 19-րդ գլուխ Եգիպտոսի падգամը։ Ահա Տերը հեծել է թեթև ամպի վրա եւ գալիս է Եգիպտոս։ Լրիվեսի Եգիպտոսին է վերաբերվում մինչև ամայրա 15-ի վերջ։ Եվ Եգիպտոսի կուրքերը սարսում են նրա երեսից եւ Եգիպտոսի սիրտը հալվում է իր մեջումը։ Եվ ես, էսի Աստված է խոսում, եւ ես պիտի Եգիպտոսը գրգռեմ Եգիպտոսի դեմ, պարակտեմ իրար ուտեն, պատկերացնում ես։ Եվ ես Եգիպտոսը պիտի գրգռեմ Եգիպտոսի դեմ, եւ պիտի պատերազմեն ամեն մարդն իր եղբոր հետ։ Դա անմիաբանություն, իստաբխում եւ սատանայի ներկայությունն է այդ եկեղեցում, այդ ընտանիքի մեջ, որ եղբայրը եղբորը կսպանի, ամեն։ Եվ ես պիտի Եգիպտոսը գրգռեմ Եգիպտոսի դեմ եւ պիտի պատերազմեն ամեն մարդ իր եղբոր հետ եւ ամեն մարդ իր ընկերի հետ, քաղաք քաղաքի հետ եւ թագավորություն թագավորության հետ։ Եվ պիտի նվաղե Եգիպտոսի սիրտը իր մեջումը։ Տեսնում եք լրիվ Եգիպտոս։ Մինչև 15-րդ խոսքի վերջը Եգիպտոսի կործանման մասին է խոսում։ Եվ պիտի նվաղե Եգիպտոսի սիրտը իր մեջումը եւ ես Աստված, եւ ես նրա խորհուրդը պիտի խորտակեմ եւ նրանք խնդրելու են կուրքերին եւ կախարդներին եւ վհուկներին եւ նշանակետներին։ Եվ ես պիտի մատնեմ Եգիպտոսը մի խիստ տիրողի ձեռքի եւ մի բռնավոր թագավոր պիտի իշխեն նրանց վրա, Եգիպտոսի վրա, ասում է զորած Եհովա Տերը, եւ ջրերը պիտի քաշվին ծովիցը, եւ գետը պիտի չորանա եւ ցամաք է։ Սել արդեն Աստված այդ պատիժը կտա։ Համ երկրավոր թագավորն էր պատժում, համ երկինքից Աստված էր պատժում, եղանակներով, երաշտներով, քամիներով, փոթորիկներով, տարերային աղետներով։ Եվ պիտի հոտեն գետերը, եւ պիտի բարակեն եւ չորանան մասորի վտակները, եղեգը ու պրտում պիտի թառամեն։ Նեղոսի մոտ եւ Նեղոսի եզերքի մոտ եղող մարգագետինները, Նեղոսը հենց Եգիպտոսում էր, Նեղոս գետը։ Նեղոսի մոտ եւ Նեղոսի եզերքի մոտ եղող մարգագետինները եւ Նեղոսի բոլոր վարուցանը պիտի չորանա, փուլ գա եւ չքանա, եւ ձկնորսները պիտի հեծեցան, եւ ողբան Նեղոսի մեջ կար ձգողների բոլորը, եւ ջրի երեսի վրա ուրկան փրողները պիտի տխրին, եւ պիտի ամաչեն բարակ քթան գործողները եւ բամբակի կտավեղեն հինողները։ Տեսեք, էսի սաղ Եգիպտոսում կատարվող բիզնեսների մասին էր խոսում գործերի։ Եվ նրա
սյուները պիտի կոտրատված լինեն, էլի Եգիպտոսը նկատի ունի, և նրա սյուները պիտի կոտրատված լինեն, և բոլոր վարձքով գործողների սիրտը կոտրած պիտի լինի։ Անշուշտ հիմարներ են Տայանիսի իշխանները, Տայանիսը Եգիպտոսի քաղաքներից է։ Անշուշտ հիմարներ են Տայանիսի իշխանները, Փարավոնի խորհրդատու իմաստունների խորհուրդը հիմարական է։ Դուք ինչպես եք ասում Փարավոնին, ես իմաստունների որդի եմ, Վաղեմի թագավորների որդի, գովերգում են, էլի ես Քաղդեաները, այդ կախարդները, այդ վհուկները գովերգում են իրանց թագավորի առաջին, բայց իրականից ոչինչ չգիտեն իրականությունից, ճշմարտությունից։ Դուք ինչպես եք ասում Փարավոնին, ես իմաստունների որդի եմ, Վաղեմի թագավորի որդի։ Հիմա ուր են քո իմաստունները, որ քեզ պատմեն։ Եգիպտոս ասում կամ Փարավոն, բա ուր են այդ իմաստունների տված սուտ խոստումները, ամեն, դե թողանել եմ այդ մխիթարեն, կործանվում ես։ Հիմա ուր են քո իմաստունները, որ քեզ պատմեն և իմաստեն, թե ինչ է վճռել զորած Տերը Եգիպտոսի համար, Եգիպտոսի վրա, դե թողան ասեն ես գալիքը։ Տայանիսի իշխանները հիմարացել են, Մեմփիսի իշխանները խաբված են, և Եգիպտոսին մոլորեցրել են նրա ցեղերի գլխավորները։ Տերը նրա մեջ խառնեց մոլորության ոգի, ընտեղ հոգիա սարքեք ոգի, ուրեմն Տերը նրանց մեջ ուղարկեց մոլորության ոգի, և նրանք մոլորեցրել են Եգիպտոսին նրա բոլոր գործերումը, ինչպես որ արփածն է մոլորվում փխսելիս։ Եգիպտոսումը գործ պիտի չլինի, որ գործե գլուխը և ագին, արմավենի ոստը և կնյուն։ Եկանք մինչև 15-ի վերջ, 16-ի սկիզբ, արդեն 16-ից սկսվում է հազարամյա թագավորություն մինչև վերջ։ Ամեն, մի տեսեք Եգիպտոսը, ըստ Ասորեստանը ու Իսրայելը իրար հետ, միաբան մի ժողովրդի պես պիտի երկրպագեն ու պաշտեն Տիրոջը։ Դա միայն լինելու է հազարամյակում, չավատակ ուրիշ ժամանակաշրջան։ 16 խոսքից։ Այն օրը, որը հազարամյա թագավորության օրերը նկատի ունի, այն օրը Եգիպտոսը կնիկների պես է լինելու, խեղճ, թույլ, կինը տկարանոթ այդ նկատի ունի։ Այն օրը Եգիպտոսը կնիկների պես է լինելու, և պիտի դողա և զարուրե զորած Տիրոջ ձեռքի շարժելուց, որ նա շարժելու է նրա վրա, և Ուդայի երկիրը Եգիպտոսի համար արավիրք է դառնալու, դե սահմանակից է չէ Եգիպտոսին Իսրայելը, և Ուդայի երկիրը Եգիպտոսի համար արավիրք է դառնալու, ամեն ով որ նրան իշե պիտի վախենա, զորած Տիրոջ խորհրդի պատճառով, որ նա նրա վրա որոշելու է, զորած Տերը բնակվելու է Իսրայելում, ամեն։ Այն օրը հազարամյակում 5 քաղաք է լինելու Եգիպտոսի երկրումը, Քանանի լեզու խոսող, դե Եգիպտոսը Քանանի սերունդն է, չէ, քանանացիներն են եգիպտացիները, նույն եգիպտացիները, խևացիները, փերեզած, այդ բոլոր Քանանի ազգերը, բոլորը Քամի սերունդն են, ամեն, Նոյի Քամ անիծված որդու սերունդն են։ Այն օրը 5 քաղաք է լինելու Եգիպտոսի երկրումը, Քանանի լեզվով խոսող և զորած Տերոջ անունով երթվող, մեկին արեգակի քաղաք են ասելու։ Այն օրը հազարամյակում Տիրոջ համար մի սեղան է լինելու Եգիպտոսի երկրի մեջ, պատկերացնում եք զոհասեղան, որ զոհ մատուցան է, և նրա սահմանի կշտինեսի հավանականը են, ինչպես Իսրայելացիները 2.5 ցեղը որ գնացին սահմանի վրա սեղան շինեցին, էդի որ մենք էլ էլի ասեցին, որ մենք ոչ թե շինենք էսի զոհ անելու համար, որտեղ զոհը պիտի տաճարում արվեր, շինել ենք, որ բոլորդ հասկնաք, մենք էլ ձեր հետ Եհովային ենք պաշտում, ամեն, համամիտ ենք։ Այն օրը Տիրոջ համար մի սեղան է լինելու Եգիպտոսի երկրի մեջ, և նրա սահմանի կշտին մի կոթող Տիրոջ համար, և նա նշան ու վկայություն է լինելու զորած Տիրոջ համար
Եգիպտոսի երկրումը, որ իրանքել են Եհովային պաշտողետել փաստացի սեղանը, որովհետև նրանք դեպի Տերն են աղաղակելու բռնավորի երեսից, եւ նա մի փրկիչ եւ մի մեծ է ուղարկելու նրանց մոտ եւ նրանց փրկելու է, եւ Տերը ճանաչած պիտի լինի Եգիպտոսում, Տիրոջ անունը պիտի տարածվի ամեն տեղ, ամբողջ աշխարհը պիտի քարոզվի, եւ Տերը ճանաչված պիտի լինի Եգիպտոսում, եւ եգիպտացիք այն օրը պիտի ճանաչեն Տերոջը եւ զոհեր ու պատարագներ պիտի մատուցանեն եւ ուխտ պիտի ուխտեն Տիրոջը եւ կատարեն, եւ Տերը պիտի հարվածե Եգիպտացիներին, պիտի հարվածե եւ պիտի բժշկե այն եգիպտացիները, որոնք չենթարկվեն, այն ազգերը, որոնք չենթարկվեն, այն ժողովուրդը, որ Տիրոջը չծառայի, պատիժ ուտելու, բայց ես չեմ հավատում, եթե մարդիկ լինի, ասում է, եթե չլինի, պատիժը կուտեն, Տերը կզարկի, նաեւ կբժշկի։ Ինչպես այսօր եկեղեցու մեջ, եթե խախտում են անում, այդ հայրական ճլոթ է տալիս եւ կրկին ողորմում է։ Եվ Տերը պիտի հարվածե եգիպտացիներին, ինչպես սովորական իր ժողովուրդ, իր զավակներ։ Եվ Տերը պիտի հարվածե եգիպտացիներին, պիտի հարվածե եւ պիտի բժշկե։ Եվ նրանք պիտի դառնան Տիրոջ մոտ, եւ նրանք պիտի ընդունվին, եւ նա պիտի բժշկե նրանց, ալելույա։ Այն օրը ազարամյակում մի պողոտա է լինելու Եգիպտոսից դեպի Ասորեստան, եւ ասորեստանցիք գալու են Եգիպտոս, եւ եգիպտացիք Ասորեստան, եւ եգիպտացիք ասորեստանցիների հետ ծառայելու են Տիրոջը, լելու են գալու են Իսրայել ու երկրպագեն Տիրոջը, միաբան են լինելու։ Այն օրը Իսրայելը երրորդ պիտի լինի Եգիպտոսի եւ Ասորեստանի մեջ։ Մի հատ երրորդ ասելով ներկայությամբ էլի այդ ընդանք անունով պիղ ժողովուրդ է ինչ է, բայց հիմա բոլորին մեկացրած, մեկ շունչ, մեկ հոգի մի մտածում դարձ շաղախվել են իրար հետ։ Այն օրը Իսրայելը երրորդը պիտի լինի Եգիպտոսի եւ Ասորեստանի մեջ եւ օրդություն կլինի երկրի մեջ։ Իսրայելը էլի ինչպես Ասորեստանում, ինչպես Եգիպտոսում եւ ամբողջ երկրների մեջ օրդություն է լինելու, որին օրհնելու է զորած Տերը ասելով. օրդյալ լինի իմ ժողովուրդ Եգիպտոսը, դեպի ասեք անգամ առաջնային նրան է օրհնելու, եւ իմ ձեռքի գործ Ասորեստանը եւ իմ բաժինը Իսրայելը, ամեն։ Ինչի մարանդանցը դնում առաջնային, որ մարդիկ մտածում էին, որ եգիպտացիներին, ասորեստանցիներին Աստված պիղծ է համարում, բայց պակաս պիղծել իսրայելացիները չդառան, ամեն։ Ոչ Աստված թե հրյա, թե հեթանոս, նույն ձևի աստեղծ է, նույն ձևի արար է, այդ որ պիղծ են դառել, ի սատանան է պիղծ դարձրել։ Իսկ եթե սատանան կապված արդեն հրյա ու հեթանոս մեկ են, մի տիպի ժողովուրդ, մեկ շունչ, մեկ հոգի, մի մտածմունք եւ մի տեսակի աստվածապաշտ մարդիկ։ Ամեն, թող փառավորվի Հիսուս Քրիստոսը։ Այսքանով ավարտեցինք Եսայա 19-րդ գլխի սերտողությունը։ Ամեն։ 20-րդ գլուխ։ Մարգարեանում է, թե ասորիները կհաղթեն Եգիպտոսին եւ Եթովպիային։ 20-րդ գլուխ։ Այն տարին, որ Տարաթանը Սարգոն թագավորից ուղարկվեց, Սարգոն թագավորի կողմից ուղարկվելով եկավ Ազովտոս եւ Ազովտոսի հետ պատերազմեց ու նրան հաղթեց։ Այն ժամանակ Տերը խոսեց Ամովսի որդի Եսայի ձեռով ասելով. գնա անիր քուրձը քո մեջքիցը եւ կոշիկներդ անիր քու ոտքերիցը։ Եվ նա այնպես արավ եւ շրջում էր մերկ ու բոկոտն, իսի բոպիկ, առանց կոշիկների, մերկ ու բոպիկ, բոկոտն ագրացթե։ Եվ Տերն ասաց, ինչպես որ իմ ծառա Եսայան շրջեցավ մերկ եւ բոկոտն, մերկ եւ բոպիկ, որ 3 տարվա նշան եւ ցույց լինի Եգիպտոսի եւ Եթովպիայի համար, այնպես էլ Ասորեստանի թագավորը գերի է քշելու Եգիպտոսին եւ Եթովպիայի գերիալներին, երիտասարդներին եւ ծերերին, ուշադիր, մերկ եւ բոկոտն, մերկ եւ բոպիկ, այդպես գերիներին պիտի քշեն ու տանեն գերի։
եւ նստելատեղիքը բաց Եգիպտոսի նախատինքի համար։ Ուրեմն թե մեր կանալը, թե քամակները, նստելատեղիքները բացելը, խայտարակություն եւ նզովքա։ Այն եկեղեցին, որ տկլորանում են ու ամոթալի տեղերը բացում են, նզովքայի չէ, սատանայի գերիալներ են նրանք։ Եվ պիտի զարուրեն եւ ամչնան Եթովպիայից իրենց հույսիցը եւ Եգիպտոսից իրենց փառքիցը, որ մեկը մեկով պարտեցել են, թե մեկը մեկին կպահի, պահողը Տերն է, ում կօգտագործի, քո հույսը թո Տերը լինի։ Պատկերացնում եք ինչ որ բանը, ես Եղիան, որ աղոտ կարավ Աստված ագրավին ուղարկեց եւ կերակրեց։ Հասկանում եք, Եղիայի հույսը սև ագրավի վրա չէր։ Եղիայի հույսը Աստծո վրա էր։ Նա չէր ասել ագրավ ջան, ինձ միզբե։ Նա ասեր Տեր, ես իմ հոգսը քեզ եմ հանձնե, ում կուզես օգտագործի։ Եվ Աստված որոշեց ագրավին օգտագործի, Աստված որոշեց էշին օգտագործի բաղամին հանդիմանելու մեջ։ Ամեն։ Աստված որոշեց Աքաբին խոսքի մարգարեների որդիներով հանդիմանի։ Դու քո ապավինությունը Տերն է որոշում, էշին օգտագործի ագրավին, թե մարգարեին, թե բնության որևիցե մի երևույթ։ Ամեն։ Եղիայի օրերում երկրաշարժով, փոթորիկով, ձայներով էր գործում։ Մեր ապավինությունը պետք է Տերը լինի, Տերը ում կօգտագործի, իր անունը փառավորվի։ Բայց եթե դու մարդու վրա ես հույս դնում, պատկերացնում ես, տենաս այս մարդն ինձ կփրկի, Աստված քո հույսը խափանում է։ Եվ պիտի զարուրեն ու ամչնան Եթովպիայից իրենց հույսիցը եւ Եգիպտոսից իրենց փառքիցը։ Եվ այն օրը այս ծովեզերյա երկրի բնակիչը ասելու է, ահա սա է մեր ապաստանարանը, ուր որ փախել էինք օգնության համար, թե ինչի վրա էինք հույս դրել, չէ՞ սնոտի մարդկանց վրա էինք հույս դրել, որ փրկվեինք Ասորեստանի թագավորի երեսիցը։ Ուրեմն մենք ինչպես ենք ազատվելու, որ անխելքի պես մարդու բասկի ենք ապավինե։ Ուրեմն սխալ ապավինություն այլ է, թողենք մարդուն ապավինելը, դիմենք ապավինենք ում ամենակարող Հիսուս Քրիստոսին, ամենակարող Եհովային, ամեն։ Ուրեմն մեկ օր կզարմանաք ում վրա որ դու հույս դրեցիր, նա սոված է դառնալու, որ շատ հարուստ էր դու նրա վրա հույս էիր դրել, նա աղքատանալու է, որ իրականից քո հույսը մարի, որ քո հույսը միայն բարձյալ Աստվածը լինի, ամեն։ Փառք ամենակարողին, Աստծուն ուսացողը երբեք ամոթով չի մնա։ Ինչ ասում ուստի ամեն բան կասի կմնա հույս, հավատ եւ սեր եւ ասոսմե մեծագույնը սերն է։ Փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Այսքանով ավարտեցինք Եսայա 20-րդ գլխի սերտողությունը։ Ամեն։ Եվ մեր այսօրվա սերտողությունը մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ։ Ամեն։